Հարկային արտոնությունների մասին շնորհակալ եմ այդ հարցի համար, ուրեմն գիտեք ինչ, շատ հետաքրքիր վերնագրեր կան։ Կառավարությունը արտոնություն տվեց այսինչին, կառավարությունը արտոնություն տվեց այնինչին, մեկը, չգիտեմ, ծանոթ է, մեկը բարեկամ է, մեկը, չգիտեմ, արդեն Սամվել Ալեքսանյանը արդեն դարձավ բան, մեր թիմակից, համախոհ եւ այլն, բոլորը մեր թիմակից եւ համախոհն են, շատ լավ։ Շատ լավ։ Հիմա եկեք նայենք այդ անունները արտոնություն ստացածների քանի տոկոսն են, քանի մի տոկոսն են, 10%-ն են, 100%-ն են։ Այս համակարգը արտոնությունների կոչվում է գերակա ոլորտում մաքսային արտոնություններ տրամադրելու մասին։ Հազարավոր գործարարներ այդ արտոնությունը ստացել են։ Այդ թվում ընդդիմության հետ կապված գործարարներ, այդ թվում ընդդիմության հետ չկապված գործարարներ, եւ ընդ որում այս մեխանիզմը գործում է, եթե չեմ սխալվում, 2017 կամ 2016 թվականին եւ գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն կառավարության կարգավորումները այնպիսին են, որ համակարգը աշխատում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն ինչա, կա մոդուլ գործարարները, ընկերությունները իրանց տվյալները լրացնում են եւ ներկայացնում են արտոնությունից օգտվելու, մաքսատուրքի հետաձգման կամ արտոնության։ Կառավարության միակ դերը ստուգելն է, իրանց դրած տվյալները համապատասխանում են իրականությանը թե ոչ։ Եվ եթե համապատասխանում են իրականությանը, կառավարությունը իրավունք չունի այդ արտոնությունը իր իսկ որոշման համաձայն չտա։ Հիմա դուք ասում եք կամայական որևէ անուն ստացել է այդ արտոնությունը, իհարկե ստացել է։ Չնայած էլի ասեմ, թե շատ մանրամասներին չեմ էլ տիրապետում, որովհետև դա ինքնաշխատ համակարգ է։ Հիմա այդ ձեր նշած անունները ընդհանուր առմամբ այդ արտոնություններ ստացածների քանի տոկոսն են։ Այդ արտոնություններ ստացածների ես ճշգրիտ տոկոս չեմ կարող հիմա հաշվել ասել, բայց համոզված են 2%-ն են, 3%-ն են։ Այսինքն հազարավոր ընկերություններ ստացել են, ստանում են եւ կստանան։ Եթե այդ հազարավոր ընկերությունների մեջ կա ընկերություններ, որոնք ինձ բարեկամ են, համոզված եղեք, այդ ընկերությունների մեջ կան ընկերություններ, որոնք ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, ձեզ են բարեկամ, բացառում են։ Շատ լավ, ձեր անձգանուն կտակ եւ մենք ձեր բարեկամին կգտնենք առաջիկա, ես ամենայն լրջությամբ եմ ասում։ Ես բացառում եմ, որ այդ արտոնություններ ստացած ընկերությունների մեջ ներկաներից, այսպես ներկաներից որևէ մեկի բարեկամ չլինի։ Բացառում եմ, որ ըլնի որևէ ընդդիմադիր падգամավոր եւ ընդդիմադիր քաղաքական գործիչ, որի բարեկամներից մեկը այդ արտոնություն Տաշիր գրուպը գնացեք նայեք, քանի անգամ այդ արտոնությունից ստացել։ Էլով կա, որ հայտնի է որպես ընդդիմության շրջանակում։ Բացառում եմ որևէ ընկերություն, որ այդ արտոնությունից օգտված չլինի, բացառում եմ։ Եվ հետեւաբար կառավարությունը վերնագիր Փայլակ Ֆահրադյանի եւ մյուս լրագրողների բարեկամների ընկերություններին հերթական անգամ տվեց արտոնություն։ Այո, տվել ենք եւ ելի կտանք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։